փորձում ենք նահապետի հետ հասկանանք ինչ ինֆորմացիա է ուզում մեզ փոխանցել։ Ողջույն նահապետ։ Ողջույն ձեզ, խոսքը վերաբերում է մենք այս վարանը տեղադրելու առաջի իսկ օրվանից նշեցինք, որ մենք չենք եկել Հայաստանում իշխանափոխության հետևից, մենք չենք եկել, մեր միտքը մենակ դրանում չի կայանում, ոչ թե մենակ դրանում չի կայանում, այս պահին չունենք նույնիսկ այդ մտադրությունը, որովհետև մենք ես հաջորդ հանդիպմանս նույնպես ասեցի, որ մենք միշտ սպասում ենք մեր հայաստանաբնակ քույր-եղբայրների որոշմանը, թե կաջակցենք, թե չենք աջակցի, մենք ունենք մեր միտքը, մենք ունենք մեր գաղափարը եւ դրանով իսկ արտահայտվելու ժամանակ կարտահայտվենք։ Այդ ամենը թողնելով մի կողմ ուզում եմ խոսել այն մասով, որ այսօր դատախազության դիմաց Արցախի մեր խորհրդի կողմից կայացված ակցիայի շրջանակներում խոսել եւ քննարկվել են երկու հարցեր, որը վերաբերում ատելության խոսքի մասով ինչ որ պետք է ասված է, ավելացնելու ոչինչ չունեմ, պարոն Իսրայելյանը կտորուկ եւ համառոտ տեքստով, բայց լրիվ լիարժեք տեքստով բարձրաձայնեց մեր բոլորիս միտքը, մեր բոլորիս գաղափարը, մտադրությունները եւ հիմա խոսքս վերաբերում է այդ թալանչիների մասով դեմից ասեցի, որ չենք եկել մենք ստե իշխանափոխության, բայց իշխանությունը ոնց որ պրոստը տակ խոսում է, գործեր չունի, ոչ թե այս բանին խոսում ենք իշխանության թևից կամ հակաիշխանական թևից, այլ խնդիրը կայանում է նրա մեջ, որ մենք իրականում լուրջ խնդիր ունենք այդ թալանչիների մասով մենք Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ունենք ինֆորմացիա, որ բոլոր այդ այսպես ասած հիմնադրամների ժոսկի դիսկերից բռնցրած մինչև որ բոլոր ինֆորմացիան փոխանցված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին եւ մինչև առ այսօր մենք չունենք տեղեկություն, որպես հասարակություն չունենք տեղեկություն, որ որևիցե մեկին կանչել պատասխանատվության են ենթարկել կամ նույնիսկ պատրաստում են պատասխանատվության ենթարկել։ Մենակ լսում ենք, որ մեզ ունեինք Արցախի հերոս Մովսես Հակոբյանը, իրականում հերոս ազնվորություն է, ես տենց գիտեմ, ինչքանով որ տեղեկացված եմ, ասենք տվյալ մարդուն մենակ բան են անում, որ ինչ տենում ենք, իր մասով ենք տենում ենք, արցախցիներից թալանված գումարների, թալանված հիմնադրամներից թալանված գումարների, նախարարություններից թալանված գումարների մասով խոսք չկա, չգիտենք խի, տպավորությունը արդեն նենց է ձևավորում, որ նույն խունտան, նույն մարդիկն են, նույն նիկոլական, նույն իշխանական մարդիկն են, ովքեր որ զբաղվում են նույն թալանով էլի նույն ձևի Հայաստանում, լսում ենք, որ արդեն սկսել են բոլորս դե զբաղվել շինարարությունով, այս մեկով, ասենք, ինձ հավաստի տեղեկություններ ունեմ, ասենք, ոչ թե տալիս եմ որպես ինֆորմացիա, այլ թող քննչական կոմիտեն նույնպես, ասենք, կարան, եթե իրականում կա այդ տված ինֆորմացիան համապատասխան նյութերը իրականում տրված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, մենք ինչ անուններ գիտենք, մենք սաղս եկել ենք Արցախից, հասկանում եք, խնդիրը կայանում է դրա մեջ, որ սաղս եկել ենք Արցախից ու սաղս տեղյակ ենք ընդ ինչ է կատարվել, թե ով ոնց է վարվել, ով ոնց է իր փայ թալանը, այսինքն խոսքը կոնկրետ վերաբերում է թալանի մասնակիցներին, իր փայ թալանը ոնց է քերել ժողովրդին բերել հասցրել այն վիճակի, որ այսօր եկած Հայաստանի Հանրապետության ազատության հրապարակում պալատկային վարան են տեղադրում, որպեսզի իրենց անտուն վիճակը, կարգավիճակը ներկայացնեն ժողովուրդ, խնդիրը կայանում է դրա մեջ, իսկ այս մասով դատախազությունից որևէ արձագանք կա, պահանջագիր ներկայացրել եք հենց այս մասով։ Այս մասով պահանջագիրը ներկայացված է, որ նոր մեր
խորհրդի անդամներից տարան եւ պահանջագիրը ներկայացրեցին։ Դա ատելության խոսքի հետ կապված էր, իսկ այն ինֆորմացիան, որ դուք նոր նշեցիք, այդ մասով դատախազություն ոստիկանության բաժին որևէ մեկից ինչ եք ակնկալում, ներկայացրել եք որևէ։ Այն գլխից ասեցի, որ Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շարամանյանը ունի տված իմ տեղեկությունները, ունի տված ցուցմունք, ունի փոխանցած բոլոր ինֆորմացիան բանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին եւ մենք այդ պահանջն ենք ներկայացնում, որ եթե այսօր ասենք ես ինքս լինելով Արցախի Մարտունու շրջանի բնակիչ, ես մեր շրջանում գիտեմ, ասենք, ով ոնց է վերաբերվել ժողովրդի հետ եւ այդ թալանի մասնակիցները ով ինչքանով է, ասենք, մեզ ունեին Կարմիր շուկայից նոր այր, ասենք, որը որ մինչեւ այսօր, ասենք, նույնիսկ իր ընկերոջը, իր ամենահավատարիմ մարդուն, ասենք, ով որ իր սաղ կյանքը, ասենք, այդ մարդուն թեու թիկունք է եղել, ի շնորհիվ իրան դաժե, ասենք, ինքը եկատեղ որ չպետք է հարգվեր, ասես մի տոկոս էլ իրան ընդունել են, բայց ինքը նույնիսկ նման մարդկանց է, ասենք, այսօրվա դուրսությամբ անտեսած, ոչ թե խնդիրը կայանում է դրա մեջ, այլ այն որ իրանք են մարդկային տեսակներ են, էլի կորցրած, ասենք, այդ նույն մարդը, այդ նույն նոր այրը, ասենք, եկած նորից ստե իր բազաները դրած Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում, ասենք, 10,000 հեկտարով տարածք վերցրած, այս նույն իշխանությունը տենում էր, որ 21 թվականին միջև բլոկադան ընկնելը մի ամիս առաջ, ասենք, ինքը այդ նույն նորայրը ոնց է իր տեխնիկաները հանում, ոնց է իր եղած չեղածը հանում, տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն, ասենք։ Արցախից։ Այո, անպայման, Արցախից։ Ու իր շոֆերներով, իր ամեն ինչով, իր ագրեգատներով բոլորը տեղափոխում, ասենք այդ տվյալ պահին պետք է սրան արձագանքել։ Այս թալանի դեմ այդ է ենք այնեցում։ Հիմա թող բոլորը հետաքրքրվեն, հասկանան այդ խոսքը ում մասին է, ռեպսիդին նորայրն է, որը որ ասենք պաստայանի, ասենք, լսում ենք, որ արելա, իմ տեղեկություններով, ասենք, թե ինչքանով է ճիշտ, ինչքանով չի ճիշտ, մենակ գյուղաճակցության հիմնադրամից ինքը ստացած ունի նախնականով 7 միլիարդ դրամ։ Այն գլխից ստացած գումար ունի նախնականով 7 միլիարդ դրամ, որը որ ասենք, եթե այսօրվա դրությամբ ասենց համեմատում ենք, դա մի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում անեց, որ 6 միլիարդ դրամը ամսվա կտրվածքով Արցախի սոցիալական հարցերով ընդհանուր գումարը կազմում է 6 միլիարդ դրամ, այսինքն մի հատ նոր այր կարացել է մեր ժողովրդի մի ամսվա գոյատևման, բառեզբուն իմաստով գոյատևման փայը կտրի, ասենք, իսկ եթե Օրինակները մեկնան թե բազում են։ Օրինակները բազում են, բոլորի մասին է խոսքը, առհասարակ էս եթերով ես ուզում եմ սաղին տեղեկացրած ընեմ։ Հուշներդ գլուխներդ հավաքեք, արա ասենք, այս ժողովուրդը պարտավոր չեն, ձեր նման շակալների համար, ասենք, մնան սենց անտուն վիճակում, ոչ ստաբիլ կարգավիճակում, որ մինչև հիմա ոչ մեկս չենք պատկերացնում մեր ժողովրդի հետագա քայլերը ոնց է լինելու, հետագա կարգավիճակը ոնց է լինելու, իշխանությունը ստեից է անտեսում, մեր այդ շակալները ընդեից են, ասենք, անտեսում, որը որ ընդհանրապես, ասինքն տենց է սպասում էինք, իրանցից ուրիշ սպասելի գոյություններ չուներ, որովհետև նորից եմ ասում, մենք տենում էինք, ուղղակի խնդիրը այն վաղ որ չէինք բարձրաձայնում, չէինք խոսում, այսքան ավելի լիարժեք ինֆորմացված չէինք, ինչ աստեինք ավելի շատ բան ենք տենում, ավելի շատ բան ենք իմանում։ Եկել ենք ստե, ասենք, տենում ենք, որ մարդիկ 1.5 միլիարդ տենդերով, 5 միլիարդ տենդերով, 1.5 միլիարդ երաշխիքով ստե շինարարություն են անում։ Ուր դուց այդ մարդկանց, ասենք, ընդամենը եղել է մի որոշ ժամանակ գյուղնախարար կամ բանի, չգիտեմ, շիննախարար կամ բնակարանային կոմիտեի նախարար, ես չգիտեմ, ասենք, այդ տվյալ մարդիկ, ասենք, բուկվալնի, կարևորը, ասենք, այնքան որ եղել են մի ամսվա պաշտոնատար անց, ու այսօր Հայաստանում ինչ հարցնում եք, մեր հայաստանաբանակ քույրերն ու եղբայրներն էլ որտեղ որ ինչ հարց բարձրացնում եք, ասում է Հայաստանի կեսը արցախցիներին է, ասում է, այս ուր դուց ես։ Այո, ընդհանրացնում են, այ հենց այդից էլ այդ նման շակալների համար ատելության խոսքը գլուխ բարձրացնում, ու այդից են արդեն սկսում մարդկանց քլնգելը, արցախցիներին քլնգելը, ոչ սատարման էֆեկտիվ սատարում, ասենք, իրանցից մենք որ չենք տենում, ես ամենամեծ խնդիրը դրա մեջ եմ տենում։ Ու առհասարակ նորից եմ ասում, այս ուղի եթերով ես ուզում եմ սաղին տեղեկացրած եմ, հուշներդ, իրականը հուշներդ, գլուխներդ հավաքեք։ Սրա վերջը լավ չի լինելու։ Բոլորից այդ ինֆորմացված ենք, բոլորի տեղը գիտենք, բոլորից այդ նույնիսկ այնքանով ենք ինֆորմացված, որ դուք այսօր կարող եք վախում եք, թեկուզ մի հատ ժողովրդական հանդիպման ժամանակ հելնեք դուրս գա հրապարակ, քիչ եք դուրս եկել, ասենք, խնդիրը որն է, մեր Արցախի էլիտան ամսի 29-ին հանրահավաքի ժամանակ չի եկել, ասենք, չի մասնակցել մեր
կազմակերպած հանրահավաքին, իաջակցություն արցախցիների իրավունքների։ Եթե դու արցախցիների իրավունքներին իաջակցություն դուրս չես գալի, խնդիրը որն է։ Սաղս գիտենք որն է, որովհետեւ մտածում եք, որ հելնեք Նիկոլը գալովա բռնի սաղիտ Պարիզ բունի մաստով էր ասලා հանգիստ նստեք տեղները թե չկտան պոլերին, ասֆալտին, այդ նույն ձևի գալովա սաղիտ փռի տա ասֆալտին դրա համար եք անում։ Այդքան անիկնասերեք, այդքան անիկնասեր։ Ու ամենավտանգավորն է, որ սրա մեջ ամենավտանգավորը չէ, ամենազզվելին է, որ սրա մեջ կա այս իմ ասած մարդկանցս մեջ կան նաև արցախցիներից հերոսներ, գեներալներ, որ իրականում ես իմ ասած այս մեջ լիովին ընդգրկված են, ամենազզվելի երևույթը դա ես։ Դուք որպես հասարակական կազմակերպության նախագահ այս հանդիպումներից հետո պատրաստվում եք արդյոք թարմացնել այդ ինֆորմացիան քննչական կոմիտեին հաղորդում ներկայացնելու համար, հաշվի առնելով տարի ու կես է անցել Ղարամանյանի այս հաղորդումը որևէ արդյունք չի ունեցել։ Անպայման մենք ընդհանուր մեր կազմակերպությունը մտադրված ենք այդ բոլոր խոսքը ում որ վերաբերում է բոլորին հանել ջրի երես նման մարդկանց հետ թեկուզ ակցիաներով լինի ինչով լինի եթալու ենք միջև վերջ պայմանավորվածություն ունենք որ այդ իրականում եթալու ենք միջև վերջ իրանց օբյեկտներով իրանց հիմնարկներով իրանց շինարարություններով իրանց զավոդներով ստեվոր ունեն դրած նորից եմ ասում այսօր որտե էթում ենք ձեր նման շակալների պատճառով հայաստանաբնակ մեր քույր եղբայրները սա մեր աչքն են մտցնում այդ դա ձեր թերությունն է ոչ թե մեր թերությունը պրոստը գիտեք ասենք մի հատ ասում եմ, բայց հույս չունեմ, էլի են, որ ասում եմ խելքներդ գլուխներդ հավաքեք, հույս չունեմ, բայց պատրաստեք, որ արդեն տուն առ տուն, հատիկ առ հատիկ, օբյեկտ առ օբյեկտ, այն որ ասալա Range Rover-ը, ես իրա խոսքերը չեմ, հետապնդում ոչ էլ իրա խոսքերն եմ մեկնաբանում, բայց շենք առ շենք, շինարարություն առ շինարարություն հանվելու է ջրի երես, ասեմ իմանաք, դուք իմ կարծիքով իրականում պետք է վախեք հայի հետ ապրեք, որովհետև դուք հայ չեք, դուք հայից վախող տեսակը դա թուրքն է, ձեր ռաշոտը վերցրեք։ Առաջարկ արվել է այդ անձանց գալ հանդիպել խորհրդի անդամների ներկայացուցիչների հետ։ Առաջարկ չի արվել, որովհետև իրանք մեր նախագահի ասածը Սամվել Շահրամանյանի կոնկրետ խոսքս վերաբերում է իրան, իմ տեղեկացված լինելով նախագահն էլ նույնիսկ որ հրավիրում է, այդ տվյալ մարդիկ ասենք իրան էլ են անտեսում, չեն գալի, չեն նստում, չեն խոսում, արցախցիների հարցը իրանց չի հետաքրքրում ու նես չի որ ես ասենք կգան, հավատացեք կգան օրը կգա բարին հետո կգան ու կգան այնքանով են վստահ ասում որ այնքանով են վստահ ասում որ կգան որ հավատացեք այդ օրը շատ մոտ է շատ մոտ ուղղակի ճիշտ գործել է պետք արցախցիներին սենց հավայի կիսել այս մեկին ընդե մի հատ պալատկա ստե խփելով մի հատ պալատկան դե խփելով մեկ ընդե խփելով ասես չի հարցը լուծվելու այս ամենը ասենք մեզ վերաբերում այս ամեն ինչը որ կա ինչքանով որ ընդգրկված են քանի որ mēs սոցիալական լուրջ խնդիր ունենք մենք ամենակարևորը այս համարելով այսօր կանգնած ենք մեր արցախցիների մեր դժվար մեր բռնագաղթված քույր եղբայրների, մեր ծնողների, մեր զոհվածների ծնողների, հարազատների մոտ, քանի որ իրականում լուրջ խնդիր ունենք։ Հասկանում եք, մեծ խնդիր կա, որ ընտանիքներ կան, որ արդեն այդ ընտանիքներում տղամարդ չկա։ Համ ամուսինն է զոհված, համ տղեն է զոհված։ Ընտանիք կա, համ տղերքն են զոհված, համ ամուսինն է զոհված։ Ընտանիք կա, համ ամուսինն է զոհված, համ ամուսնու աղբերն է զոհված, համ սկեսարարն է զոհված չեն կարա այդ մարդիկ անհնար են այս ձևով գոյատևին հասկանում եք մեր ամենամեծ խնդիրը դա կայանում ես չեմ ասում ես արցախցին չաշխատի ես եկած այսօրվանից աշխատում եմ եկած այսօրվանից ամենավերջի կարգի իմ հնարավորության չափով առավոտ 8:30-9-ին ասեմ գործի իրիկունը գիշերը 1-ին 2-ին էլ ենք այդում տուն այնքան որ կարենանք մեր երեխեքին պահենք խնդիրը դա չի խնդիրը նորից ասում մենա որ 4 կողմդ ինչ տենում ես այդ քեզ արդեն իֆակտի է հասցում չես կարում դու կողմնորոշվես հասկանաս ճիշտ ուղղությունը որն է որը տեով շարժվես բայց հավատացեք կան իրականում լուրջ գիտակից մասա կա եւ այդ տվյալ մասան ասենք կզբաղվի այս ամեն ինչով է սկզբնական փուլում ասում շատ մոտ ապագայում այս հարցով կզբաղվի ու ավելի լուրջ բաների մասին կտեղեկանա հանրությունը ավելի լուրջ ինֆորմացված կլինեն այդ որ ասում ենք նորիկը խնդիրը նորիկը չի պրոստը տվյալ ռեպսիդի տնօրենն է որ ասում եմ իր անունը շոշափեցի նրա համար որովհետեւ
այն գլխից ասեցի, ինքը իր ամենահավատարիմ, իր ամենամոտիկ, ամենավստահելի անձանց նույնիսկ այսօր Արցախից բռնագաղթվելուց հետո տիրություն չի անում, ասես մի փոքր մի լումայի աջակցություն չի անում, ու նման մարդիկ արժանի չեն 1% հարգանքի մեր արցախցիների կողմից, ու բոլոր արցախցիներն են խնդրում, հորդորում, ամենագլխից այս հարցերը բարձրացրեք, ժողովուրդ, ամենագլխից սրանով զբաղվեք, հետո որ էթակ ու ուր էլ էթակ ասենք, այս ինչի մասին ես խոսում եմ, ինչի մասին բարձրաձայնում եմ, մեր աչքան եմ մտցնելու։ Մի կպեք մենակ նորայր, նես չի որ ես նորից եմ ասում, մենակ իրան եմ ասում, սաղս էլ գիտենք, ով ոնց է վերաբերվել, գեներալներից բռնցրած մինչև նույնիսկ նախագահական վերնախավը, որը չեմ ասում, ես այսօր ոչ նախագահների մասով ոչ մի բան չեմ կարող ասեմ, ես սպասում եմ իրանց գալուն, սպասում եմ իրանք աստվածտական ես այդպես կցանկանամ, որովհետև հայ են իրանք, ինչքանով են, ասենք, իրանք թուրքերի հետ բանակցել մեզ այսօրին հասցրել, ինչքանով չեն հասցրել, ես այս պահին, որ լրիվ ինֆորմացված չեմ կարող լիարժեք դատեմ, բայց իրանց գալուց հետո ամենաառաջին մարդը, որ կարա իրանց հետ հարց բռնի, իրանց հետ հարցի նստի, որպես հասարակական թևի ներկայացուցիչ, մեկը հանդիսանալու եմ ես, որովհետև իմ պայքարս կոնկրետ նման մարդկանց դեմ է, նման մարդկանց վերաբերյալ է, ու խնդրում եմ բոլոր հասարակությունը ի աջակցություն արցախցիների բոլորդ բարձրացրեք այս հարցերով, որտեղ որ ինչ այս իմ ասածս վերաբերյալ ինչ նյութ տենում եք, նկարեք, տեղադրեք ձեր բոլոր կայքեջերում, չեք կարող տեղադրեք, վախում եք, մեծ մասը արդեն վախում է։ Այնքանով են, ասենք, այդ մարդիկ, նայեք, խնդիրը գիտես ինչի մեջ է կան, որ տվյալ մարդիկ արդեն այնքան փող ունեն, Արցախից այնքան թալանած ունեն, որ ստե իրանց այն ձևի մարդիկ ունեն, որ իրանց ձեռ չի տալի մի հատ Արցախի ընտանիքի 5 միլիոնով, 1 միլիոնով, թեկուզ մեկ լումայով օգնեն։ Իրանց ձեռը տալի տանեն մի հատ, ասենք, ոչ լիարժեք, ոչ adekvat մարդու 10 միլիոն տան ասեն գնա այդ մարդուն վնասի, որպեսզի այդ մարդը այս գործը չանի, բայց չկա տես բան, ասեմ իմանաք, այդ դեբիլ մասանա տես մտածում, ու մենք ամենայն դեպս դրա մեջ չեն գտնվում։ Հետագա քայլերի մասին ձեր կասեք։ Հետագա քայլերի մասին ես իմ կայքեջով հորդորելու եմ բոլորին, բոլորը այդտենց ոնց որ ես իմ աչքերով գնացել եմ, տեսել եմ, թե ինչ ունի նորայրը, ինչ չունի, ու այսօր դրա մասին բարձրաձայնում եմ, բոլորիդ խնդրում եմ, եթե չեք կարող, եթե վախում եք տեղադրեք ձեր էջերում, նկարեք, հանրայնացնելը ես կանեմ, ով ռիսկ է անում, ով որ մտածում է, որ ինքը ի վիճակի է այդ քանը կազմակերպելու, իրան խնդրեք, ես նորից եմ հանրային ձևով արտահայտում, ես կանեմ ու ես պատասխանատու ձևով էլ ասում, պատասխանել կտամ իմ ամեն մի քայլից պատասխանը կտամ էլ, որովհետև իրանք իրականում չունեն։ Մի հատ այդ տվյալ անձից որ խոսում ենք, սաղ ամարասի, ձորակի, բոլոր վարելահողերը, մեր բոլորիս վարելահողերը գտնվում են Ջաբրայելից բռնացրած մինչև Ամարաս, մինչև Խաշմար, մինչև որտեղ ասեմ, սա գտնվում էր այդ տվյալ մարդու ձեռի տակ, ու նույն ձևի հիմա գնացած Ռուսաստանում, ասենք, ընդեյա ձեթի զավոդը դնում փոխհատուցումը ստանում, ստեյա դնում փոխհատուցումը ստանում, նորից ասենք, այդ նույն փոխհատուցումը նորից Հայաստանից է ստանում, հիմա նորից գնացած ձեթի զավոդը տեղափոխում անդից Ռուսաստան է տեղադրում, Ռուսաստան նորից ասենք Ռուսաստանից ձեթա ներկրում Հայաստան, չկա տես բան, նման երևույթներին պետք է պրոստը տակ մի թեթև սենց ոնց ասեմ, շպրտած, ուղղակի շպրտած, ասենք, այդ մարդիկ իրավունք չունեն։ Սպասել, որ հայաստանյան իշխանությունները, մասնավորապես քննչական կոմիտեն, որպես հաղորդում եւս կարձագանքի ձեր այս ինֆորմացիային եւ դրան ընթացք կտան։ Այս ամենը, ասենք, ակցիայի շրջանակներում հաղորդում է իմ կողմից, որը որ ես նույն ակցիայի մասնակիցն եմ, պրոստը ես չհասցրեցի արտահայտվել, բայց սպասումները շատ քիչ են, նորից եմ ասում, այս իշխանությունն էլ մեր հանդեպ բոլորս ենք տեղյակ, ինչ ա արել, մեր Արցախի հանդեպ ինչ ա արել, այսօր Արցախը չունենք նրա պատճառով, նայեք, մեծ ոչ թե իրանց պատճառով, ոչ թե չենք ասում մենակ իրանց պատճառով, Արցախը կորցրել ենք այդ թալանչիների, այդ նույն այս պահի դուրսությամբ իշխանության, Հայաստանի Հանրապետության իշխանության բոլորի թերասման պատճառով եւ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն։ Ուղղակի խնդիրը այս պահին կայանում է նրա մեջ, որ մենք հասկանում ենք, սպասում ենք այն ուժին, այն ռեալ մարդուն, ով որ իրականում կարա թե իշխանական եւ թե Արցախի իշխանական թևին պատասխանատվության ենթարկի։ Իսկ որ sense նայում ենք, ոնց որ էսի, ոնց ասեմ, ցեպա
սենց ֆռում է։ Սա մեկը մեկի հետ կապված է, մեկը մեկի հետ կապված է, բառից բուն իմաստով, ասում։ Մի հատ պետք է արձագանքեք նրան, որ ում բնակարաններն են, ասենք, ես ինտերնետից տեղեկանում եմ, որ Ջալալ Անատոլի Հարությունյանը իր բնակարանը վաճառել է Արցախի հանրապետությանը, չերեզ ներդրումային հիմնադրամ, վաճառել է Արցախի հանրապետությանը, նոր տեղափոխվել է Հայաստան, ասենք, ինչքանով է ինքը Արցախի հերոս մարդ է, ինչքանով է ինքը, ասենք, իր այդ քայլը ոնց կարա մեկնաբանի, այսինքն իր գույքն է, եթե դու Արցախում այսօր քո ելածը վաճառում ես ու դու Արցախի հերոսն ես, Պաշտպանության բանակի հրամանատարն ես, դու ինչ ես սպասում, որ քո զինվորը մնալով անդե, քո զինվորը մնալով անդե ծառայի, ինքը կարող է, ասենք, պրոստը տակ, ես մեր գյուղում, որ ամեն պահ մեր թեմա, մեր խնդիրը այն էր, որ ժողովուրդ, էսի պետք է ավելի անենք, ֆերմա ստեղծենք, բախ ստեղծենք, բախճա ստեղծենք, սաղս հետ էինք մտածում, բայց դու մի ասա, ասենք, մեր հետևում իշխանությունը ինքը իր ելածը, չելածը վաճառելով, տեղափոխելով Հայաստանի Հանրապետություն, այսօր, ասենք, եկա լուրջ թվականակի մասին է խոսքը, լուրջ հարստության մասին է խոսքը, որ իրանք ստեուն են, ասենք, ներկայացնում են, որ նորից եմ ասում, 1.5 միլիարդով 10 միլիարդանոց տենդերի մասի է խոսք եթում, ասենք, ես ինչա կատարում, ժողովուրդ, խնդիրը որն է, մի հատ քննչական կոմիտեին կոչ եմ անում, առանձին, հետաքննություն վարել, թե ում գույքերն են Արցախում, պետությունը, Արցախի հանրապետությունը, ում գույքերն է առել մեր իսկ բյուջեով, ում գույքերն է առել, բազաներն է առել, տարակտորներն է առել, կոմբայներն է առել, այդ որ կոմբայները, ասեն, գնացել ներդրումային հիմնադրամով, լիզինգով վերցնում, կամ գյուղաճակցությունով վերցնում, այդ որ տեղափոխել է Ռուսաստան, ասենք, եթե այս պահի դուրությամբ այդ տեխնիկան կա, խնդիրը որն է, որ այդ մարդը իր վարկը չի մարում, խնդիրը որն է, որ ինքը չի վերադարձնում այդ փողը բյուջե, որպեսզի այսօր Արցախցին մի թեթևելը տեից սնվի, որպեսզի կարենա գոյատևի։ Ես ունեմ մի հատ կարծիք, ժողովուրդ, ու դա գիտեք որն է։ Այսօր եկել ենք ստե, եթե իշխանական թևը թեկուզ այսօր կարում է 500,000 դրամ զարպալատով աշխատանքի մտնի, ինքը դա չպետք է մտնի, ինքը պետք է մնա 100,000 դրամին, այն պարաստոյ խավը, որը որ չի թալանել, չի կերել, ժողովրդի մասը չի կերել, այդ տվյալ ազնվորությունը պետք է այդ 500,000 դրամին աշխատի, որովհետև հավալը ինքն է, հարամը այդ տվյալ անձը, որ ինքը իրան առաջ է քաշում, ասում է, ես պետք է աշխատեմ, չկա տես բան, ժողովուրդ, նորից եմ ասում, մի հատ հետաքննություն տարեք, հասկանանք, ում գույքերն են առել, հասկանանք 19 թվականին, որ մարդիկ գալիս են 21 թվականին գալիս են ասում են 19 թվականի, ես իմ աչքերով տեսել եմ, որ ասենք Արցախի ներդրումային հիմնադրամում սեղանին դարած, տնօրենի սեղանին դարած, ես իմ աչքերով տեսել եմ, որ իբր 20 թվականի պատերազմը ավարտելուց հետո իբր 19 թվականին Թաթոս Կիրակոսյանի տունը առել են 50 միլիոն դրամով, այսօր իրանց բանը պարտքը այսօր են վերադարձնում։ Չկա տես բան, ժողովուրդ, տես բան չի եղել, բացառված բանա։ Մի հատ այդ ամեն ինչը բարձրաձայնեք, ամեն ինչը լուսաբանեք ու կհասկանաք խնդիրը ինչի մեջ է կայանում։ Նման մարդկանց գլխատելով, չեմ ասում գլուխները կտրելով, գլխատելով թե ֆինանսապես, թե ասենք մենք տենում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այն մասան, որը որ չի իշխանական թևի հետ համահունչ չի, համակարծիք չի, տենում ենք իշխանությունը ոնց է վերաբերում։ Ամեն պահ հարկայինը կողում է, ամեն պահ քննչականը մտցնում է, բացատրում, որ սենց ենք անելու, նենց ենք անելու ու հարկերը դնում վզներին։ Հիմա արցախցիների այդ էլիտան, նորից եմ ասում, ձեր հետ միասին, դուք մեկ է Նիկոլը, միասին Արցախը հանձնել եք, եկել եք ստե, չգիտեմ, այնքանա ձեր բերածները, այնքանա վա, շատ կարող է կեսը տալիս եք, Աննային կեսը տալիս եք, Նիկոլին, ու զուտ դրա համար դուք կարող եք ձեր կաշին փրկեք ստե։ Թե չէ, եթե Հայաստանի Հանրապետությունը խոսում է այսօր հակակոռուպցիայից, խոսում է, որ ինքը ունի ուժեղացած հակակոռուպցիոն համակարգ, ես չեմ պատկերացնում, որ դա բարձրաձայնելը, դրա մասին խոսալը, դրա ընթացքը տալը, այդ կարգավորումները ճարելը դժվար է։ Մի տոկոս շանս չունեք դուք դուրս բրծնելու։ Նորից է, մեկը աղբորը անվան տակ է, մեկն էլ է աղբորը անվան տակ, մեկն էլ է աղբորը անվան տակ։ Այսօր սենց ասում եմ, ես մեկերը, սաղս սենց անունները հիշելով հերթով ասում եմ։ Մեկը իր հոպարիտով, մեկը քենու, չկա տես բան։ Մի հատ տեսեք իրանց օղնուցուցով, ստե ով ինչ ունի, հասկանում ես դու, եթե այսօր ես եղել եմ այսինչ պաշտոնում եւ զբաղեցրել եմ, ասենք, իմ քենին
չունենալով ոչ մի բան, իմ աներձակը չունենալով ոչ մի բան, այսօր Հայաստանը ունի 5 միլիարդի ունեցված կամ 2 միլիարդի ունեցված, ժողովուրդը նշանակում է ես եմ տվել իրան։ Ուրիշ ոչ մեկ։ Առաջնահերթ լոգիկա կա, մի հատ այդ լոգիկայով շարժվեք։ Որ խնդրեմ անազգանալի արժեք եւ հասարակական կազմակերպության Սարգսյան Նահապետ ամառասցիներ հասարակական կազմակերպություն։